Փաշինյանը նաև անդրադարձել է ձեր փեսային Կարապետ Գուլոյանին եւ ձեր դստերը Ռոզա Ծառուկյանի հետ կապված անշարժ գույքի հետ կապված այս հարցում ինչ մեկնաբանություն ունեք։ Ուրեմն կարող եմ ասել, որ Գուլոյան Վլադը Կարոյի հայրը իմ ընկերն է, որը գործարար մարդ, սա Հայաստանը ճանաչում է, մեծ գումարներ աշխատող ստեղծող, այդ ավել ռեկլամ անել է, որն ասենք թե տունը պետականացրել են, ինչ որ իրենց ռեկլամում այդ ժողովուրդը դա չի ընդունում։ Ասենք թե Գուլոյան Վլադի տղան միլիոնատեր մարդ սաղ կյանք աշխատեց ստեղծել բիզնես աշխարհում եք, մի հատ տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, տունը պետականացել, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասնա, ժողովուրդը դրան չի հավատում, արդեն ռեալ իրականություն է ուզում, որ իր արժան դասկա։ Ես կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը, որ այսօր չեմ զավոդից խոսեց, ես դա մասին ինձ դիմել էին, ասել էին, սենց բան ա ուզում անի, ես ասեմ կյանքում, ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամենքն էլ հատեղ մետրի 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնախոս։ Արկերն ենք տալի ամեն ինչը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկասում են իրենց վերջ եկել, այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել։ Եվ որևիցե մեկ էլ ոչ վստահ ոչ, այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել է Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, էլ ուրիշ բան չկա։ Հարկավորը վերջ տալ, երկրին ասենք թե երաշխավորած խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք, սա լինի։ Ինչ ասեմ, կարամ այսօր գրեմ ստորագրեմ։ Եվ կարամ մի բան էլ ասեմ, որ հիմնական ԿՊ-ականի պաշտոններին մենք գիտենք, որ նրանք պարտավորված են կատարում, նրանք իրավունք չունեն չանելու, թող հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունի, այլ արդեն հաշված օրեր են մնացել ամեն ինչի, թող հանգստանան, սա ի նշան է, ինքը զգալով իրավիճակը, ժողովուրդը ոնց ընդունում, հարցումները ինչ ալնում, դա համար արդեն ներվերը չի երիքում, սա հիմնական խնդիրը, այնպես որ ամեն ինչ ապացուցի ժամանակ, ինչը սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։